Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Կիրակի օրվանից մեկնարկող նախընտրական քարոզչությունը կսկսի սահմանամերձ Չինարի և Բերդ գյուղերից, կարևորելով սահմանամերձ բնակավայրերը։ Իդեպ մինչև Տավուշ մեկնելը Օհանյանի գլխավորած դաշինքը Կիրակի օրը կայցելի եռաբլուր և հաղթանակի զբոսայգի, ապա Մոսկվա կինոթատրոնում կներկայացնի նախընտրական ծրագիրը։ Ուշագրավ է, որ նախընտրական քարոզարշավը Տավուշի մարզից կսկսի նաև Գագիկ Ծառուկյանը, սակայն ինչպես Ազատության հետ զրույցում նշեց Օհանյան, Ռաֆի Օսկանյան դաշինքի անդամ Ստեփան Մարգարյանը միմյանց չխանգարելու ձևերը կգտնեն։ Տավուշի մարզը մի քիչ այլ գոտի է, սահմանամերձ գոտի է, այնտեղ կրակոցներ են լինում եւ կարևորելով այս երևույթների նկատմամբ մեր ուշադրությունը եւ անհանգստությունը, որոշեցինք սկսել Տավուշի մարզից։ Դες ինչ վերաբերում է Ծառուկյան դաշինքին, ապա ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զորաբյանն Ազատության հետ զրույցում նշեց, որ ամեն մարզում աշխատելու է 10 քարոզչական խումբ, երկօրյա հանդիպումների ավարտին էլ յուրաքանչյուր մարզում կկազմակերպվի մեծ հավաք, որին արդեն կմասնակցի դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Իշխող Հանրապետականն իր նախընտրական քարոզարշավը Կիրակի օրը կսկսի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտից։ Իդեպ նշենք, որ հանրապետականի քարոզարշավում այս անգամ գլխավոր դերակատարություն է ունենալու վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն ինչպես Ազատության հետ զրույցում նշեց իշխող ուժի փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իրենք պլանավորել են այնպիսի քարոզարշավ, որը թույլ կտա վարչապետին համադրել պաշտոնական լիազորությունները նախընտրական այցերի հետ։ Այսինքն ընտրվել են ոչ աշխատանքային օրերը նրա մասնակցությամբ, ամբողջությամբ օրենքի պահպանմամբ, ոչ աշխատանքային ժամերին, ոչ աշխատանքային օրերին երկրի վարչապետը իրականացնի քարոզարշավը հանրապետական կուսակցության չխախտելով օրենքը, իսկ աշխատանքային ժամերին իր առօրյա գործունեությամբ կզբաղվի որպես կառավարության ղեկավար։ Իդեպ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժը իր նախընտրական կայքը անվանել է Love Armenia, ինչպես Արմեն Աշոտյանը բացատրեց, իրենք այս կերպ ցույց են տալիս, որ աշխատելու են սիրելով երկիրը։ Հայաստան իմ սեր, սերիմ Հայաստանով ինչպես ուզում եք թարգմանի, բայց բովանդակությունը հենց այդպիսին է։ Մենք աշխատում ենք եւ աշխատելու ենք անուն մեր երկրի ապագայի եւ սիրելով մեր երկիրը։ Իսկ այդ սերը կա փոխադարձ ժողովրդի կողմից իշխող հանրապետականի նկատմամբ։ Ապրիլի 2-ին սպասենք արդյունքներին եւ արձանագրենք։ Դե իսկ ինչ վերաբերում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով գլխավորում է Կոնգրես ՀԺԿ դաշինքի ցուցակն, ապա դեռևս պարզ չէ, նա կներգրավվի ավանդական քարոզարշավում, թե ոչ։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց, թե Տեր-Պետրոսյանն իր քարոզարշավն արդեն սկսել է դեկտեմբերի 17-ին, երբ իրենց համագումարում խոսեց խաղաղություն, հաշտություն, բարեդրացիություն կարգախոսի մասին։ Իդեպ այս կարգախոսը նաև այսօր հրապարակված Կոնգրես ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրի հիմքում է։ Տեր-Պետրոսյանը ակտիվ կլինի այդ այցերի ընթացքում, թե ոչ։ Տեր-Պետրոսյանը կանի այն, ինչ որ անհրաժեշտ է մեր ուղերձը տեղ հասցնելու համար։ Իդեպ նախընտրական քարոզարշավին ընդառաջ ընդդիմադիր ուժերը բարձրաձայնում են ճնշումների, ընտրողների վերագրանցումների եւ ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկությունների մասին։ Մասնարարպես Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքի անդամ Ստեփան Մարգարյանն Ազատության հետ զրույցում նշեց, որ կոռուպցիայի առկայության մասին է խոսում այն փաստը, երբ հազարավոր մարդիկ մի բնակավայրից դուրս են գալիս եւ գրանցվում այլ վայրում։ Երբ որ մի տարածքից մեկ ուրիշ տարածք են տանում, որպեսզի այնտեղ քվեարկեն։ Գիտեք, դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը ենթադրենք Էջմիածնից կգնա մեկ այլ մարզ, ինչ որ մեկի համար քվեարկելու, նրան սիրելուց կամ նրան հարգելուց։ Ակնհայտ է, որ սա կաշառքի պահն է այստեղ աշխատում։ Վարդան Օսկանյանի ղեկավարած համախմբում կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը բարձրաձայնում է նաև իրենց տեխնացուների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին։ Ես կավելացնեի նաև համատարած ճնշումներ այլ տեխնացուների նկատմամբ կամ այլ տեխնացուների բարեկամների նկատմամբ։ Կոնկրետ ձեր տեխնացուների նկատմամբ կա, մենք հիմա զբաղվում ենք դրանցով եւ կհայտարարենք, եթե հասկանանք, որ դա շարունակական բնույթ է գրում։ Իշխանության կողմից են ճնշում։ Այս պահի մենք չենք հայտարարում ոչինչ, բայց վաղը մյուս օր կհայտարարենք, եթե դա շարունակվի։ Ձևով են ճնշումները։ Պարզապես ինչ որ մեկի բարեկամը պատգամավորության տեխնացու է, նա աշխատում է մեկ ուրիշ տեղ, փորձում են ճնշում անել, որ այ կամ աշխատանքդ կամ գնա բարեկամը թողանի, այսպիսի երևույթներ կան։ Իդեպ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու ահազանգերի հետ կապված Հայ ազգային կոնգրեսը ըստ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի պատրաստվում է դիմել կառավարությանը, ինչպես նաև գլխավոր դատախազությանը։ Ժողովուրդը բաց խոսում է այն մասին, որ ամենուրեք ցուցակագրում են
խոստումներ են տալիս կանդրակաշարքի բաժանման վերաբերյալ։ Այնպես որ մենք այդ խնդրով կդիմենք իշխանություններին, կառավարությանը, դատախազությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկեն դրա դեմ։